Network-ը ձեզ թույլ է տալիս ունենալ մեկ գլխավոր եւ երկու specialized պրոֆիլներ։ Գլխավոր պրոֆիլում լրացնում եք հիմնական ձեր մասնագիտությունը կամ մասնագիտացումը, որով ցանկանում եք առաջխաղացում ունենալ Upwork-ով։ Իսկ specialized պրոֆայլները արդեն ավելի նեղ մասնագիտական պրոֆիլների համար են։ Օրինակի համար ես Upwork-ում գրանցել եմ որպես YouTube SEO specialist, քանի որ մրցակցային research եմ արել եւ հասկացել, որ YouTube SEO-ն պահանջված է շատ գործատուներ մանավանդ հիմա երբ որ վիդեո մարքեթինգը շատ առաջխաղացում ունի, YouTube SEO-ն պահանջված է, սակայն բոլոր ֆրիլանսերները չի, որ առաջարկում են այս սերվիսը, եւ որպեսզի ես կարողանամ ավելի շատ գումար վերցնել իմ կատարած աշխատանքի համար, ես որոշեցի, որ ցանկանում եմ ավելի նեղ մասնագիտական գրանցում ունենալ այստեղ։ Եվ երկու հատ առանձին այլ specialized profile-ներ, product management, քանի որ հիմա ես սովորում եմ product management եւ նշել եմ անգամ ոլորտը, որ ոլորտի համար եմ ցանկանում product marketing manager լինել, որպեսզի գործատուները այդ ոլորտից իմանան, որ կարող են ինձ հետ կապվել։ Եվ երկրորդ specialized profile-ը արդեն community manager, ինչից ես նույնպես լավ եմ ու գիտեմ, որ հստակ կարող եմ այս աշխատանքը կատարել։ Հիմա եկեք բերեմ օրինակ։ Սովորել եք օրինակ project management։ Ձեր հիմնական պրոֆիլը դարձնում եք project manager, բայց specialized profile-ում դուք հնարավորություն ունեք ավելի խորանալու։ Օրինակի համար, մինչև project management սովորելը դուք ունեք փորձ կրթական համակարգում։ Դուք նշում եք, որ դուք project manager եք կրթական համակարգի համար։ Այսինքն, ինչքան որ դուք նեղ մասնագիտացում ունենաք, իհարկե մի փոքր սա ձեզ ավելի բարդացնում է աշխատանք գտնելու գործը այս հարթակում, բայց հնարավորություն է տալիս ավելի շատ գումար ուզել գործատուից, որովհետև այո, հազարավոր project manager-ներ կան Upwork-ում, բայց հենց կրթական համակարգում փորձ ունեցող մարդ ավելի բարդ է գտնելը եւ այն փորձառությունը, որ դուք ունեք կրթական համակարգում, կարող եք համադրել ձեր project manager-ության հետ եւ ավելի շատ value տալ գործատուին։ Սա ձեզ համար ինչով լավ կլինի, որ դուք կարող եք ձեր արդեն ունեցած հմտությունները կիրառել եւ ամբողջությամբ 0-ից չսկսել։